է 50 հավատացյալները ասել։ Պատարագիր, եկեղեցու պատարագիր հավատացյալներ։ Դենց մի նայեք, պետք է հստակեցնեմ, որ Հավատացյալները եկեղեցում են, ԿՊ գրասենյակում չեն։ Նայելու է ոնց է, հարցադրումը ասում է հավատացյալները պատարագի ժամանակ ասում է ԿՊ գրասենյակում, այդ լուրջ է։ Չեմ լսել դրա համար ճշտում, հիմա վատա որ հստակեցնում եմ, որ ճիշտ է։ Բոլոր պատարագներին, բոլոր եկեղեցիներով այցելեք, զրուցեք, որ նոր կարծեք, թե չէ մի եկեղեցում կարող է 100-ից 10 ձեր կողմն է, բայց 90-ը ոչ։ Ուզում եմ ասեմ, ո՞նց եք չափում։ Քանի եկեղեցում եք այդ հարցումը արել։ Ես եկեղեցում հարցում չեմ անում, ես հավատացյալների մոտ իսկ ինչ եք կարծում, չենք շրջում։ Ես մոմ վառողը դեռ չի նշանակում, որ ինքը հավատացյալ է։ Խոսում եք, շփվում ենք, մենք էլ հայ առաքելական եկեղեցու հավատավոր ժողովուրդ ենք, մենք ես էլ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, շփվում եմ հավատացյալների հետ։ Անցած պահը մեծ պահքին։ Միջև վերջ պահել եք։ 49 օր։ Պարոն Գրիգորյան, դուք մեր հարցերից sense մի զարմացեք կամ ջղայնացեք, որովհետև ես չհասկացա, որ դու չեք լսել ուղղակի։ Արտասովոր թեմա է սա։ Մենք առաջին անգամ ենք կաթողիկոսի ընտրությանը մասնակից եւ ականատես լինում եւ մեր շատ հարցեր նաեւ կարող է եւ ձեզ քպականներիդ համար անսովոր լինեն, բայց Չէ, անսովոր հարցեր չկան, կան հարցեր եւ դրանց կան պատասխաններ։ Ես 1998 թվականի օկտեմբերի 27-ին, որ կաթողիկոս էր ընտրվում, ես ու դու երևի շատ փոքր էինք, բայց մինչև այս պահը հիշում եմ ծնողներիս զայրույթն ու անհանգստությունը, երբ ասում էին Հայաստանի Հանրապետությունը գլխատվել է, բայց ամեն դեպքում իրանք իրաց որոշումը չեն փոխել եւ պետք է արագացված այդ գործընթացն անեն ու այս Ընտրությունը նկատում եք։ չէ։ Իսկ կաթողիկոս ինչպես է ընտրելու հնարավոր է այնպիսի փոփոխություններ անեք, որ օրինակ այդ ընտրությանը մասնակից լինի նաև ԿՊ պատգամավորների, իսկ Եթե ԿՊ պատգամավոր կլինի, լրագրող կլինի, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի կլինի, ովքեր հավատավոր ժողովուրդ են, ովքեր հայ առաքելական եկեղեցու հետևորդ են, կարող են մասնակցել։ Ես իմ կարծիքն է։ դուք մեծ ուղարկեք Ես որոնց մեկի ոչ բան չեմ ուղարկելու, ես մինչ այս պահն Արեգ ջան ասեցի, որ ես ինքս այդ գործընթացին չեմ մասնակցելու ի պաշտոնե, որպեսզի Չէ, ես նկատի ունեմ այդ գործընթացին չեմ մասնակցելու, նոր մի քիչ առաջ դու այստեղ չէի հարց ընչեց։ Որևէ մեկը դուք չեք թողեք ասել։ Չէ, այդ գործընթացին այստեղ հարց տվեցին, որ կմասնակցեք, արդյոք այդ գործընթացին ընտրելու գործընթացին այդ իմաստով ասում, ես չեմ մասնակցի, որովհետև ի պաշտոնե կարող է ընդհանրվել, որ չգիտեմ, շատ ու շատ մարդիկ ըստ էության հետևեն մեզ եւ այլն, դրա համար ես ինքս չեմ մասնակցի։ Համարում որ ԿՊ-ից փաստորեն ԿՊ-ից ընտրեն, այսինքն այդ խմբում լինեն նաև ԿՊ-ից։ Դե կարող է լինել լրագրող կլինի, այլ տեղից կլինի, հայ առաքելական եկեղեցու հետևորդ, այո, իրավունք ունի, կարող է մասնակցել այդ ընտրություններին։ Կանոնադրությամբ էլ թույլ չէր տալիս կուսակրոն հոգևորական ունենար երեխա։ Ոնց ապացուցել։ Ասվում է։ Այդ փաստերը որտեղից իրեն։ Ես չգիտեմ որտեղից, բայց ուրեմն դուք ապացուցեք, որ երեխա ունի։ Վարչապետն ասաց, որ կան փաստեր, եւ եթե հանկարծ կհերքեն, ես կհրապարակեմ, բայց իրանք չեն հերքում եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի Հանրապետության կատարող յուրաքանչյուր բանից պետք է տեղյակ լինի։ Չգիտեմ, այդ կներեք, բայց կարող եք վարչապետին հարցնել, ես չգիտեմ այդ մասը։ Ստացվում է պաշտոններ են տրամադրել են տեղեկություն, որը նա օգտագործում է արդեն որպես ներկայանում է որպես առաքելական եկեղեցու հետևորդ։ Ես չգիտեմ ինչ է ստացվում ըստ էության, ոնց է ստացվում, ոնց է այդ փաստերը ասել, կարող է կարող է հավատավոր ժողովուրդ են տվել, հայո ամեն ինչից պետքա տեղյակ լինի, կարող է հավատավոր ժողովուրդ են տվել, բայց թող Ժորժ ջան, չէ, ոչ մի բան նորմալ չի, նորմալ է որ մեկ իր քերու կնոջ հետ եսի ինչ անի, մեկը կուսակրոնությունը խախտի, հավատավոր ժողովուրդ իրավունք չունեն, սահմանադրությունն ասում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետքա չխառնվի, ինչ ուզեն անեն, ոնց ուզեն անեն։ Կներեք ես իրան չեմ ուզում մեկնաբանել։ Մենք չենք մտել որից է մեկի անկողին, որից է մեկի SMS կարտացել, ես չգիտեմ ով է ինչ ասել, ես դրան չեմ ուզում պատասխանել։ Գրիգորյան, դուք որ sense
դավաճանություններին դեմ եք։ Կարող է ինչ-որ հատուկ կոնկրետ կառույցների մոտ ինչ-որ ծառայություն, հերթապահություն լինի, որ ոչ մեկ հանկարծ իր կնոջը կամ ամուսնուն չդավաճանի, հա, որտեղ շատ է։ Ուրեմն տեսեք, մենք 3 րոպե առաջ խոսում ենք հայ եկեղեցուց, խոսում ենք Հայաստանի Հանրապետության քրիստոնեության մասին, հիմա խոսում ենք ինչ-որ մարդկանց դավաճանության մասին, այո, հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, հայ քրիստոնյան, այո, պետք է չդավաճանի։ Եվ այդ հարցը փակ է։ Պետք է ունենա պարկեշտ ընտանիք, լավ ընտանիք, հարգիր ընտանիքը եւ ապրի հենց ոնց հասարակ մարդկանց թե հոգեվորականների մասին եք։ Ես առհասարակ ընդհանրապես մարդկանց մասին եմ ասում։ Պարոն Գրիգորյան, լավ, այստեղ իրավական, լավ, արեք մի քիչ լրջացնենք, էլի թեման։ Պարոն Գրիգորյան, տեսեք, Նիկոլ Փաշինյանը գործողությունների պլան է հրապարակել, որոնք հակասահմանադրական տարեր են պարունակում, այդպես են ամենայն դեպս իրավաբանները գնահատում, այսինքն ինչ է նշանակում ձևավորել թիմ, որը զբաղվի կաթողիկոսի ընտրությամբ, որովհետև կաթողիկոսի ընտրության հարցը եկեղեցական օրենքներով հստակ ամրագրված է։ Այսպիսով չի նշանակում, որ սահմանադրություն է խախտվում։ Դիմեք սահմանադրական դատարան, սահմանադրության խախտումը կասի միայն սահմանադրական դատարանը։ Ես իրավաբան չեմ կարող ասել։ Պարոն Գրիգորյան, Նիկոլ Փաշինյանի հայտնի գրառման մեջ ինքը ասում է անդամների ընտրության հետ կապված պետք է Աստծո օգնությամբ ընտրենք եւ հոգու աչքերով։ Հիմա դուք Աստծո օգնությամբ ոնց եք հասկանալ այդ անդամը արժանի է այդ չափորոշիչներ կա եւ ձեր հոգու աչքերով ինչպես է որնակ հասկանալ։ Օրինակ Փաշինյանը ձեր հոգու աչքերով ինչպեսի։ Այդ չեմ կարող բացատրել, եթե շատ մոտենակ Աստծուն ավատացյալ լինեք, կարող եք հաղորդակցվել իմ կարծիքով։ Ես չգիտեմ, եթե հաղորդակցվեք, ըստ այդմ կհասկանաք։ Ցանկացած դեպքում մտեք եկեղեցի, աղոթեք եւ Աստծուն ասեք, Աստված խնդրում մեզ ճիշտ ուղը վրա դիր, ինքը անպայման կդնի։ Շնորհակալ եմ։ Պարոն Գրիգորյան, այնուհանդերձ դուք Ինչ չլսեցի։ Ձեր ասում են հոգու աչքերով կարող ենք մարդկանց հասկանալ։ Ձեր հոգու աչքերով Փաշինյանը ինչպեսի։ Հավատացյալ հայ առաքելական եկեղեցու հետևորդ, պարկեշտ, բարեպաշտ մարդ։ Շնորհակալություն։ Ներողություն, պարոն Գրիգորյան, այնուհանդերձ դուք ինչպես եք կարծում, ինչպես պետք է տարանջատվի եկեղեցի պետություն հարաբերությունները, որովհետև Նիկոլ Փաշինյանի այս առավոտվա գրած գործողությունների հերթականությունը նշանակում է, որ կառավարությունը միջամտում է կաթողիկոսի ընտրության հարցին, որտեղ ասում է այն 10 հոգուն այդ հանձնաժողովի, որը պետք է կաթողիկոսի ընտրության հարցով զբաղվի, ես եմ որոշելու։ Այսինքն դա ուղիղ նշանակում է, որ վարչապետը ուղիղ ազդեցություն է ունենալու կաթողիկոսի ընտրության եւ այս նշանակման հետ կապված։ Ասամ Նարեկ ջան, իրականում հարցը շատ լավն է, ասում է ոնց տարանջատել։ Երբ հավատավոր ժողովուրդը, որ հավատավոր ժողովրդին առաջնորդում է մարդիկ, ովքեր բացառապես զտարյուն մաքուր մարդիկ են, հավատացյալ են եւ իրենց առաջնորդության ընթացքում ոչ մի ուխտ չեն խախտում, ոչ մի Աստվածաշնչից դուրս ոչինչ չեն անում, իշխանություն չէ ով ուզում լինի, ոչ մեկը չի կարող, ուղղակիորեն չի կարող խառնվել եկեղեցու գործերին, բայց Շրջան հարցը թույլ տվեք պատասխանի էլի։ Բայց երբ ասում եք ոնց եք ընտրելու եւ այլն, այդ կորոշի հավատավոր ժողովուրդը ըստ էության ու թե ինչ ընտրություն կանի, վստահ եմ, որ Աստված իրենց կառաջնորդի եւ չի թողի, որ սխալվի։ Չներողություն, Նիկոլ Փաշինյանն ասում է 10 հոգուն ես եմ ընտրելու այդ հանձնաժողովի։ Այսինքն նա ուղիղ ազդեցություն է ունենալու եկեղեցական հարցի, այն էլ կարևորագույն հարցի վրա ազդեցություն ունենալու, հա, ազդեցություն է ունենալու։ Սա դուք չեք համարում խնդրահարույց։ Իհարկե չեմ համարում, ցանկացած կարող է 5 հոգի էլ օրինակ եմ ասում, դուք որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ասեք 5-ն էլ ես եմ ընտրում, ինչ մասնախոսք է։ Հա, եւ կարող եք, իհարկե, ես լրագրողները ինչի լրագրողը չի կարող հավատացյալ լինել ինչ մասնախոսք։ Այսինքն դուք կարծում եք այս երկրում կլինեն մարդիկ, որոնք մեյլերով իրենց տվյալները կուղարկեն Նիկոլ Փաշինյանին եւ կասեն համաձայն ենք լինել այդ հանձնաժողովում, որը Գարեգին երկրորդ կաթողիկոսին հեռացնելու է, հա։ Կարծում եմ, հա։ Կարծում եմ, հա, հավատացյալներ այսօր 21-րդ տարին է, բոլորն էլ տարբեր էլեկտրոնային հարթակներով շփվում են, հիմա այն ժամանակները չէ՞ որ նամակ ծրար են տանում։ Դնեք, բայց ով է ասել, որ
դուք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ավելի քրիստոնյա եք, քան այն մյուսները, որոնք ձեր քայլերը սխալ են։ Ավելի քրիստոնյա չկա, կա քրիստոնյա եւ ոչ քրիստոնյա, կա հավատավոր ժողովուրդ, կա աշխարհիկ եւ հոգեվոր դասեր։ Ավելի քրիստոնյա չկա, որ կա քրիստոնյա եւ ոչ։